Վիլենք ապրիլը։ Շնորհակալություն։ Պարոն Ֆարմանյան, եթե դեմ չեք, գալու եմ ձեր սենյակ իրար հետ YouTube-ով ման գտնենք, որ այդքան էլ իրականությանը չի համապատասխանում ձեր ասածը։ Պարոն Վարդանյան, գիտեմ, այս թվերի ռեբուսին խիչ եք պատասխանել, որովհետև ճիշտ եմ ֆիքսել, որովհետև ասացիք թվերից լավ չեմ։ Հավանաբար դրա պատճառով կատակը մի կողմ, նախևառաջ ուզում եմ ասեմ, որ ես ընդդիմադիր գործընկերների քաղաքական որոշումը Արայն, որ իրանք ստանձնում են ազգային ժողովի պաշտոնները, որոնք որ իրենց համար սահմանված են, ողջունում եմ, որովհետև հարգելի ընդդիմադիր գործընկերներ, դա օգուտ է բացառապես ձեզ, որովհետև դա մեզ զրկում է ձեր ուղղությամբ հիմնավոր մեղադրանքից այն, որ դուք հրաժարվում եք օրենքով սահմանված ձեր լիազորություններից, որոնցով որ այդ թվում նաև մեզ պետք է մեր գործողությունները վերահսկեք։ Ողջունում եմ նաև պարոն Վարդանյան ձեր տեխնացությունը եւ շատ լավ է նաև որ հակասաֆարավյան օրենքի շրջանակը դուք նոր նշեցիք, որտեղ հարցը sense այդ ուղղությամբ է, քանի որ դուք եղել եք 8-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր։ Հիմա ինչու՞մն է եղել խնդիրը, դուք շատ ճիշտ եք ասում, որ այն ժամանակ օրենքներ էին գալի, որոնք որ մենք մերժում էինք։ Եվ խնդրեմը եղել է թե, խնդրեմը եղել է հետեւյալը, որ օրենքը ունեցել է հենց այդպիսի անվանում հակասաֆարովյան օրենք, տենց էմոցիա, հասարակության համար բացասական նեգատիվ վերաբերմունք տվյալ անձի հանդեպ, ինչը որ շատ բնական է այդպես է պետքա լինի, բայց երբ որ այդ վերնագրի էջը թերթում էիր, տակը զրո բովանդակություն, զրո մեխանիկա, զրո գործիքակազմ, տվյալ խնդրի շրջանակում։ Եվ այդ առումով հարցս հետևյալն է, պարոն Վարդանյան, չգիտեմ, եթե լիազորված եք, ասեք, եթե լիազորված չեք, կարծում եմ գործընկերներից մեկով որ լիազորված է, կամ չգիտեմ, կամ կերաշխավորի, կամ կխոստանա մեզ, որ այն բոլոր օրինագծերը, որոնք որ դուք բերելու եք ազգային ժողով ապագայում, լինելու են բացառապես բովանդակային եւ հիմնավոր։ Շնորհակալություն։ Արձագանքը առավել քան դյուրին է ինձ համար։ Մեր խմբակցության կողմից ելակետերը նախանշվել են։ Մենք այո Հայաստանի Հանրապետության քաղաքացու հայ մարդու կյանքի որակին, բարեկեցությանը, մտահոգություններին, ինչ որ կերպ արձագանքող նախաձեռնություններ պետք է ներկայացնենք։ Մենք առնվազն կարող եմ ասել, ունենք մեր խմբակցությունում ներկայացուցիչներ, որոնք ֆինանսական եւ տնտեսական ոլորտի կարող է նաեւ անհամեստ հնչի բացառիկ գիտելիքներ ունեն եւ դրա նաեւ իրական կիրառական փորձը։ Հետևաբար այն նախաձեռնությունները, որոնք ներկայացվելու են, իհարկե լինելու են այդ տրամաբանությամբ, բայց մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ հենց ընդհանրապես գնահատողական դատողությունները պետք է թողնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մենք պետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազգային ժողովի նիստերի դալիճում տեղի ունեցած քննարկումից գա հետևության։ Այո, ազգային ժողովի падգամավորն է լիազորված ներկայացուցչական մանդատով, որ այդ որոշումը կարող է նաև մշտական հանձնաժողովում կայացնել, բայց առաջարկը, որը ներկայացվում է, հենց գաղափարի փոփոխման մեջ է, որ ազգային ժողովի նիստերին օրակարգը լինի այնպիսին, որ որակապես փոխի իրավիճակը։ Եթե նայում ենք պարլամենտարիզմի տեսանկյունից, դա Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է, իրականում անհրաժեշտ է, որովհետև մենք այո ունենք խորհրդարան, բայց մենք չունենք պարլամենտարիզմ։ Իսկ դրա լուծման, այ ռեբուսի լուծման հենց մեխանիզմներից մեկը ներկայացված առաջարկի մեջ է։ Դուք վերջում կարող եք օրինակ ձեր կողմից նախանշած հիմնավորումներով, պատճառաբանություններով դեմ քվեարկեք ներկայացված նախագծին, բայց ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում, այսինքն թող լինի կարծիքների բախումը, թող լինի մտքերի փոխանակումը, հենց դասական իմաստն էլ չէ դրա, ինչի համար է կոչվում մտքերի փոխանակում, որ լինի մի բան, որի շուրջ փոխանակենք։ Միշտ ինչ ենք տեսել, չէ՞ վերջին ժամանակաշրջանում։ Կառավարության կողմից ներկայացվում են օրենսդրական նախաձեռնություններ, դրանք քննարկվում են ազգային ժողովում։ Իրական մասշտաբային փոփոխություն ենթադրող նախաձեռնություններով ազգային ժողովի նույնիսկ իշխանական խմբակցության падգամավորները մասշտաբային հանդես չեն եկել։ Հանդես եկել են այլ բնույթի նախագծերով։
Հիմա պայմանական երթման տեքստի փոփոխումը ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում կառավարության նախաձեռնությունը չի եղել ազգային ժողովի կոնկրետ падգամավորների, բայց պատկերացրեք, եթե Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, պետաիրավական եւ այլ ոլորտի ֆինանսա-բյուջետային տնտեսական հարցերի վերաբերյալ քննարկումների կիզակետը լինի հենց ազգային ժողովը եւ հենց ազգային ժողովն է գեներացնողը։ Բայց ինչ պարոն Գաբրիելյանին պետք է այդ մասշտաբային բանը չասեիք, մասշտաբային նախագծեր չներկայացնելու բանը, խնդրեմ պարոն Գաբրիելյան։ Ես շնորհակալություն մարտահրավեր եմ դա համարում, ընդունում եմ այդ մարտահրավերը եւ ողջունում եմ։ Հենց տենց էլ պետքա լինի, բայց խնդիրը ինչումն էր, էլի, պարոն Վարդանյան, հարցը հենց դրա մեջ է։ Ես պայմանական ասեմ, բերում էիք նախագծեր 44 օրյա պատերազմի զոհված ընտանիքներին աջակցություն։ Ստեղ մեկը կա, կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում մեկը կա, որ կարող ասի, որ դա վատ գաղափար է, թե վատ միտք է։ Բացառված է տենց բանալի, բայց հարցը հենց դրա մեջ է, էջը ֆրցնում էիր, տակը բան չկա գրած։ Իրավատեխնիկական նորմերի խախտումով, ամեն ինչ մեխանիկայի բացակայության գործիքակազմի դեմ էինք քվեարկում եւ ինչ էր տեղի ունենում, ասում էիք, այ մենք բերեցինք սենց մի հատ նախագիծ, իշխանությունները դեմ էին։ Հարցը հենց զուտ դրա մասին էր, էլի։ Պայմանավորվում ենք, որ երբ որ այդ վերնագրի էջը թերթենք, տակը լինելու է բովանդակություն, այո, որի շուրջ մենք միանշանակ պատրաստ ենք այդ թվում մասշտաբային ձեր ասած այդ քննարկումների։ Այսքանը շնորհակալություն։ Ես առնվազն չեմ կարող պնդել վերջին 4 տարիների ազգային ժողովի գործունեության տեսանկյունից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների բովանդակության մասով, բայց մի բան կարող եմ պնդել։ Ես կներեք, բայց վստահության կանխավարկածով չեմ վերաբերվում ձեր այն գնահատմանը, որ այդպես էջը թերթում էիք եւ այնտեղ բովանդակություն չկար։ Անկեղծորեն ես կարծում եմ երևի թե այս ազգային ժողովի նիստերի դահլիճը, շենքը, պատերը, օրինակ Արծվիկ Մինասյանի կողմից ներկայացվող նախագծերի վերաբերյալ չեմ կարծում, որ այդպիսի իրավիճակ լինի։ Ես հիշում եմ մի նախագիծ, որը հենց ես եմ ներկայացնողը եղել, զեկուցողն եմ եղել, որը վերաբերում էր ցեղասպանության շղթմանը, որը հետո ընդունվել է։ Հետո ընդունվել է, քրեական օրենսգրքում հետո նախատեսվել է։ Հիմա այդ նախագիծը այդ ժամանակ ինչի համար չընդունվեց։ Լռություն դահլիճում, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության հարգելի գործընկերներ։